Հերոսական խմբերի հարձակումների դեպքում քաղաքացիներին պաշտպանություն տրամադրելու, ինչպես տեսնում ենք, քաղաքացիները պաշտպանված չեն, ինչի հետևանքով սասանվում է քաղաքացու վստահությունը պետության եւ պետական մարմինների նկատմամբ։ Սա լրջագույն խնդիր է, սա կարող է ծնել այլև այլ վտանգներ, բայց տեսնում ենք առերևույթ եւ ակնհայտորեն անգործություն, որի հետևանքով մեր դիմումների արդյունքում գլխավոր դատախազը նախաձեռնեց քրեական վարույթ պետական այն մարմինների նկատմամբ, ովքեր 1 տարուց ավելի հանցավոր խմբերի գործունեությունը փաստորեն թույլատրել էին Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սրա հետ կապված ստեղծվել էր մի իրավիճակ, որ տուժող կողմին, զեղծարարության զոհերին, ֆինանսական վնաս կրած քաղաքացիներին մեղադրանքներ էին ներկայացնում եւ պետական մարմիններից, ասենք օրինակ ոստիկանությունից, քննչական կոմիտեից, հասարակության որոշ շերտեր էին մեղադրանքներ ներկայացնում քաղաքացիներին, թե ուր է ձեր գլուխը կամ ինչպես կարելի է վստահել, նաեւ տարբեր լրատվականներից հարցադրումների տակ, այսպես կարմիր ժապավենով անցնում էր մի մեղադրական, թե ինչպես կարող եք վստահել, հա։ Հիմա ես ներկայացնեմ ինչպես կարող էին վստահել քաղաքացիները։ Երբ որ քաղաքացին փողոցում, մարդաշատ վայրերում, սուպերմարկետների առաջ, հիվանդանոցների առաջ, վարսավիանոցների առաջ տեսնում է փակցված գովազդներ, դրանից հետո գնում է տուն ու տեսնում է իր երեխան այսպես դպրոցից ինչ-որ նվեր կամ օգնություն է ստացել, փաստորեն պետական հաստատությունից, որի վրա գրված է այդ զեղծարար հարթակի անունը Hello-Bit։ Դրանից հետո տեսնում է լրատվամիջոցներով ինչ-որ մեկին, ով ներդրումային հարթակներ է ներկայացնում եւ դա ներկայացնում է իբրև ապահով ներողություն հարգելի լրատվամիջոցներ, բայց քաղաքացին հենց տվյալ լրատվամիջոցներին պետք է հավատար, թե ոչ։ Եվ հենց այս ճանապարհով է ստեղծվել այդ ծուղակը, եւ մենք ունենք տպավորություն, որ դեռևս շարունակվում են մեղադրական վերաբերմունքները քաղաքացիների նկատմամբ, ինչը անուղղակի պաշտպանություն է հանցագործություններին, եւ ես այս մասով հենց ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ վերջերս ինքը Facebook-ում հրապարակում էր արել այն մասին, ինչ-որ մի օրինակ էր բերել քաղաքացիներից ինչ-որ մեկը, այն էլ մեր շահառուներից մեկի օրինակն էր բերել, որ դիմել է պարոն վարչապետին, ըստ վարչապետին ներկայացրածի հետևյալ իրավիճակներ, հա, վարչապետը ներկայացնում է, որ քաղաքացին սկզբում ներդրում էր արել 2000 դրամ, ստացել էր 4000 դրամ, հետո վարչապետը ներկայացնում է, որ քաղաքացին 3000 դրամ էր ներդրում արել, ստացել էր 6000 դրամ, հետո վարչապետը ներկայացնում է, որ քաղաքացին ներդրում էր արել 2 միլիոն դրամ, որ քաղաքացին ներդրում էր արել 2 միլիոն դրամ եւ թալանի էր ենթարկվել եւ իր բերած օրինակի մեջ եւս կար հստակ մեղադրանք քաղաքացու նկատմամբ, ընդգծում է փաստորեն վարչապետը այն հանգամանքը, որ իբրև քաղաքացին էր մեղավոր, որ խաբվել է, բայց սա եւս անթույլատրելի է, որովհետեւ սա եւս անուղղակի պաշտպանություն է հանցագործներին, եւ վարչապետը բազմիցս ասում է, որ կրթվել է ժամանակակից, հա, որևէ մեկս չենք առարկում, որ կրթվել է ժամանակակից, բայց հարգելի պարոն վարչապետ, եթե դուք գտնում եք, որ կրթվել է ժամանակակից, մենք դրա համար շատ ուրախ ենք, բայց անհրաժեշտություն կա կրթվելու եւ հասկանալու, որ պետությունը ունի պարտականություն պաշտպանելու նաեւ այն քաղաքացիներին, ովքեր մեդիագրագետ չեն, հա, եւ կրթվել է, եթե ժամանակակից է, իսկ դրա մասով իհարկե մենք չենք կասկածում, իսկ եթե դուք ընդունում եք եւ հորդորում եք, որ կրթվել է ժամանակակից է, այո, մենք հաստատում ենք, կրթվել է ժամանակակից է, պետք է կրթվել ու հասկանալ, որ գուցե եւ հենց այս քննչական մարմինները ձեզ խնդիրը ներկայացնում են այն ռակուրսից, որ դուք ունենաք այս վերաբերմունքը տուժած քաղաքացիների նկատմամբ, ուրեմն սա անհանդուրժելի է, մի հատ պետք է քննչական կոմիտեին, նախագահին, պետք է գլխավոր դատախազին
կանչել, հարցադրումներ անել, իրականությունը հասկանալ, պատկերացնել, հետո նոր դրա կապակցությամբ անել այնպիսի հայտարարություններ, որ քաղաքացիների վստահությունը չկորի պետության կամ պետական մարմինների նկատմամբ, որովհետև դա կարող է բերել աղետալի հետևանքների, եւ այստեղ նաեւ ուզում եմ ավելացնել, որ քաղաքացիներ ունենք, որ հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ հանցագործությունների մասին հաղորդում ընդհանրապես չեն տալիս։ Մեր իրազեկման ակցիաների արդյունքում են նորանոր քաղաքացիներ ավելանում է շարքերում, եւ ես մինչ այսօր գլխավոր դատախազությանը եւ քննչական կոմիտեին ներկայացրել եմ գրեթե 300 հանցագործության մասին հաղորդումներ, որոնք մինչ մեր իրազեկման ակցիաները այդպես չէին եղել։ 300-ն է հայտնի մինչև այս պահը։ Տեսեք, տարբեր պետական մարմինների, երբ որ դիմում էին եւ երբ որ քննությունը լինում է ձևական եւ անարդյունավետ, մյուս քաղաքացիները հրաժարվում էին այլևս քննչական կոմիտեին կամ պետական մարմիններին դիմելու, իրենց մտքում ունենալով հետեւյալը, որ եթե պետությունը թույլ է տվել այս հանցագործությունը, նշանակում է նրանց մատը խառն է եւ ով իմանա, ես սա չեմ բացառում, եւ ինչպես պետք է բացահայտեն, այդ նպատակով էլ չէին դիմում քաղաքացիները, որոնց հետ դուք քիչ առաջ խոսում եք, ովքեր որ կորցրել են 26 միլիոն դրամ, 3 տարի առաջ որ դիմել է քննչական կոմիտեին քննությունների արդյունքում չունի որևէ պատասխան եւ քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում, ինչը մեր հասարակությունում ընդունվում է նորմալ, սա իրականում աննորմալ երևույթ է եւ սա իրականում այլանդակություն է, որովհետեւ քաղաքացիների իրավունքը պիտի վերականգնվի եւ մենք պահանջելու ենք գումարներ եւ դրա հետ կապված մենք այսօր նոր հանցագործությունների մասին հաղորդումներ ենք սկսել լրացնել քաղաքացիները, եթե նկատեցիք, ես այսօր նորից մուտք եմ անելու 100-ից ավել հանցագործությունների մասին հաղորդում։ Պարոն Կարապետյան, եթե կարելի է այսօր որևէ հանդիպում քննչական կոմիտեի հանցագործության բաժնի ղեկավարներից կամ մասնագետներից որևէ մեկի լինելու է, թե ոչ։ Հանդիպումները ուրեմն եղել են, մենք միշտ են կապի մեջ, մենք հանդիպման խնդիր անգամ չունենք, եթե անկեղծ լինեմ նրանք ընդունում են եւ մենք ունենք խոստում, որ քաղաքացիների իրավունքները վերականգնվելու են եւ գումարները վերադարձվելու են։ Ճիշտն ասած, այս խոստմանը թերահավատորեն եմ մոտենում եւ ինչու, որովհետեւ մենք դիմում ենք ներկայացել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, դիմում ենք ներկայացել գլխավոր դատախազությանը, դիմում ենք ներկայացել քննչական կոմիտեին այն մասին, որ տվյալ մարմինների ներկայացուցիչները հանդիպեն տուժող կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկեն, թե ինչ մեխանիզմներով է լինելու գումարների վերադարձը եւ գումարների վերադարձը երբ է լինելու։ Այս պատասխանները ես համաձայն չեմ լսեմ առանձին սենյակներում գաղտնի քաղաքացիներից հեռու։ Ես պատրաստ եմ սրանց պատասխանները լսեմ կամ հայտարարությունների տեսքով, կամ փաստաթղթի տեսքով, կամ թող իրենք իջնեն քաղաքացիների հետ հանդիպման, այնպես որ ես առարկելու եմ այդ առանձին հանդիպումների։ Նիկոլ Փաշինյանին դուք դիմեցիք, նրա հետ հանդիպման որևէ պահանջ ներկայացրել եք, երբևէ հանդիպում ունեցել եք։ Կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, մենք կառավարությանը դիմում ներկայացրել ենք եւ սպասում ենք պաշտոնապես պատասխանը։ Երբ եք ներկայացրել։ Արդեն 1 ամսից ավել է, կարծեմ մի հատ ինձ կհիշացնեք հարգելի քաղաքացիներ, նախորդ մեր ակցիան երբ է եղել, եթե ես չեմ սխալվում, նախորդ ակցիան եղել է դեկտեմբերի 19-ին, այսինքն արդեն ուղիղ 1 ամիս է մենք այդ դիմումները ներկայացրել ենք, բայց դեռևս այդ մասով չունենք արձագանք, ինչը եւս օրինաչափ չի, որովհետև մեկամսյա ժամկետում, հա, չի նշանակում, որ մենք դիմում ենք ներկայացնել եւ նրանք ունեն 30 օր ժամկետ, ապա պետքա ներկայացնեն 30-րդ օրը։ Եթե 30-րդ օրը, 30-րդ օրը ասեմ, որ 3 է։ Եվ այսպիսի փոքրիկ այս խախտումները, եթե նրանց աչքին փոքրիկ է թվում, դրա հետևանքով քաղաքացին մեծ ֆինանսական վնասներ է կրում։ Պարոն Կարապետյան, հիմա տեսեք, այս ամենի պատասխանատուն, գլխավոր պատասխանատուն ով է եւ գերատեսչությունների մոտ մշտապես բողոքի ակցիա է իրականացնում, ամենամեծ ակնկալիքները որ գերատեսչությունից է։
Սրա պատասխանատուն գլխավոր դատախազությունն է, սրա պատասխանատուն քննչական կոմիտեն է, սրա պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Եվ այդ գումարների վերադարձը մենք պատկերացնում ենք հենց այդ մարմիններից եւ անկախ այն հանգամանքից արդյոք իրանք կկարողանան բացահայտել հանցագործությունները թե չէ, որովհետեւ նրանք ունեին պարտականություն, նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանելու հրոսակախմբերից կամ կիբերհանցագործներից եւ առհասարակ երբ որ հարձակումներ են լինում քաղաքացիների վրա, որի արդյունքում քաղաքացիները կրում են նյութական վնասներ, այս դեպքում պետությունը պետք է իբրև պաշտպանություն վնասի փոխհատուցումը առնվազն տրամադրի, սա պարտականություն է եւ մենք գալու ենք գնանք։ Մենք գալու ենք այս իմ ասած պետական մարմինները շատ հաճախ։ Քանի որ ձմռան այսպիսի վատ եղանակն են, իսկ մեր համար ամենաառաջնային ու կարևորը քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն է, մենք բողոքի ակցիաների քանակը մի փոքր փչացրել ենք, բայց եղանակների լավանալուն պես մենք հաճախ ենք գալու գլխավոր դատախազություն, հաճախ ենք գալու կառավարություն, հաճախ ենք գալու քննչական կոմիտե, մենք շատ ենք գալու, մենք իրանց երազին ենք գալու, մենք այնքան ենք գալու, մինչև այդ քաղաքացիների ֆինանսական իրավունքները վերականգնվելու են եւ այստեղ հանկարծ կասկածներ կամ չգիտեմ ինչ չենք տեսնում։ Եթե այդ գումարները չտան, մենք այդ գումարները վերցնելու ենք հարկերը չմուծելու տեսքով։ Մենք խցանելու ենք այս մարմինները մեր դիմումներով։ Մենք դադարեցնելու ենք այս մարմինների աշխատանքը։ Պարոն Կարագոջյան, հիմա դիմումներ եք մուտքանելու քննչական։ Այո, եւս 100-ից ավել։ Պատկան մարմինները հստակ չեն տիրապետում իրավիճակին, հասկանում եք։ Հանցագործությունների թիվը տասնյակ հազարավոր են։ Տուժած քաղաքացիների թիվը մոտենում է արդեն ֆինանսական վնասներ կրած քաղաքացիների թիվը մոտենում է արդեն 50,000-ի, հասկանում եք, բայց երբ որ իրենք ցուցանիշներ են 50,000 եւ ավելի ներողություն, բայց երբ որ իրենք պաշտոնապես ցուցանիշներ են հնչեցնում տուժած քաղաքացիների քանակի մասին, հնչեցնում են 600, 1200, 1800 կներեք, էլի դուք իրավիճակին չեք տիրապետում, գիտեք ինչի համար, որովհետեւ ձեզ չեն վստահում քաղաքացիները եւ հանցագործությունների մասին հաղորդում չեն տալիս եւ իրական վիճակը, իրական պատկերը չի արտացոլվում միայն ու միայն ձեր մոտ արկա եղած դիմումները։